Բարի երեկո, եթերում Հայլուրի հիմնական թողարկումն է, առաջիկա րոպեների ընթացքում առաջարկում եմ դիտել։ Ինչու է թանկանում հացը, Հայլուրին պարզաբանում է գյուղատնտեսության փոխնախարարը։ Նոր փորձություն հրդեհից տուժածներին, ծխապատ Մոսկվային սպառնում է մագնիսային փոթորիկը։ Կրակի ճիրաններում են նաև Վրաստանի ու Պորտուգալիայի բնակավայրերը։ Հակառակ դրան Չեխիայում, Լեհաստանում և Չինաստանում ավերածությունների պատճառը առատ տեղումներն են։ Ծաղկաձորը 5 օրով վերածվում է ժեստի ու պլաստիկայի քաղաքի, մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը։ Եվ գլոբալիզացիան արվեստագետի աչքերով, Արգենտինայի միջազգային բիենալեի ոսկե բանալին Հայաստանում է։ Առաջիկա 2 օրը լուրջ փորձություն է սպասվում Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի բնակիչներին, շոքին ու ծխին կավելանա նաև մագնիսային փոթորիկը։ Մասնագետները նշում են, որ իրավիճակը կփոխվի մի քանի օրից, արդեն 5 շաբթի օդերևութաբանները կանխատեսնում են անձրևներ և նույնիսկ կայծակ։ Բայց մինչև այդ դեռ պետք է դիմանալ, բժիշկներն ահազանգում են, որ իրավիճակն աղետալի է, մահացությունն ավելացել է 2 անգամ։ Եթե սովորական պայմաններում Մոսկվայում օրական 300-ից 308 մարդ էր մահանում, ապա այսօր նրանց թիվը 700 է։ Ըստ բժիշկների, ծուխն ու տապը բացասաբար են անդրադառնում հատկապես հղի կանանց առողջության վրա, որոնց մոտ առաջանում է թթվածնի քաղց և վաղաժամ ծննդաբերություն։ Եղանակային անոմալիայի նկատմամբ ամենազգայունը, սակայն նախադպրոցական տարիքի երեխաներն են։ Նրանց մոտ առաջանում է գլխապտույտ, բարձր ջերմություն, սրտխառնոց և ուշաթափություն։ Սա թունավորման ախտանշաններ են։ Ջերմաստիճանի բարձրացման պատճառով հրդեհներ են բռնկվել նաև Վրաստանում։ Մի քանի օր շարունակ պայքարելուց հետո հրշեջներին վերջապես հաջողվել է վերջնականապես մարել Բորժոմիի անտառների կրակը։ Այսօր էլ կրակի նոր օջախ է բռնկվել Կումիսիում։ Ըստ նախնական տեղեկությունների, այստեղ էլ հրդեհի բռնկման պատճառը ուժեղ շոկն է։ Արվել է ավելի քան 50 ամառանոց, սակայն բարեբախտաբար տուժածներ չկան։ Տեղացիներն ասում են, թե հրշեջներն իրենց ահազանգից հետո 2 ժամ ուշացել են և այդ ընթացքում ամբողջությամբ այրվել է 7 փողոց։ Կրակը փորձում են տեղայնացնել տասնյակ փրկարար խմբեր ոչ միայն Կումիսիից, այլև Թբիլիսիից, Մարնեուլից և Ռուսթավիից։ Աշխարհի տարբեր ծայրերում բնական աղետների ու դրանց հետևանքների մասին Արմինա Պապյանն է պատմում։ Արդեն 4-րդ օրն է Պորտուգալիայի հյուսիսում մոլեգնում են անտառային հրդեհները։ Տեղայնացնել 4 օջախները հրշեջներին չի հաջողվում։ Կրակն աստիճանաբար մոտենում է գյուղերին, մեկ բնակավայր արդեն տարհանվել է։ Իշխանության կարգադրությամբ ապահով վայր են տեղափոխվել նաև հրդեհով բռնկված տարածքի հարևանությամբ անցնող շորհրդական պարերի միջազգային փառատոնի մասնակիցներն ու հազարավոր հյուրեր։ Իսկ Եվրոպայի կենտրոնն ու Բալթյան երկրները ջրհեղեղի ճիրաններում են, տարերքին զոհ է գնացել 15 մարդ։ Գերմանիայի արևելքը հայտարարված է աղետի գոտի։ Վերջին մի քանի տասնամյակի ընթացքում առաջին անգամ Նեյսե գետի մակարդակը գերազանցել է 7 մետրը։ Առավել ծանր է դրությունը Գյորլից քաղաքում, շուրջ 1.5 մարդ շտապ տարհանվել է։ Արտակարգ դրություն է նաև Չեխիայի հյուսիսում, ավերված են բազմաթիվ տներ ու կամուրջներ։ Մի քանի բնակավայր կտրված է արտաքին աշխարհից, թեև եղանակն աստիճանաբար կարգավորվում է, տարերքի հետևանքների վերացման համար կպահանջվի առնվազն մի քանի շաբաթ։ Կառավարությունը քննարկում է նույնիսկ մաքրման աշխատանքներին զինվորների ներգրավելու հարցը։ Լեհաստանում ջրի տակ է հայտնվել մի ամբողջ քաղաք, ավերվել են բազմաթիվ պատմական շինություններ, անօթևան են մնացել հարյուրավոր մարդիկ, իսկ այ երկրի հարավ-արևմուտքում ամբարտակի փլուզման հետևանքով վտանգի տակ է հայտնվել 18000 մարդ։ Արդեն մի քանի օր է չդադարող խորդառատ անձրևները սողանքներ են առաջացրել Չինաստանի հյուսիս-արևմուտքում, զոհվել է 127 մարդ, շուրջ 2000 մարդ համարվում է անհետ կորած։ Ցեղաջրերը ծածկել են Գանսյու նահանգի բնակավայրերից մեկը, ավերվել են հարյուրավոր տներ ու տեղի հեկը։ Աղետի գոտուց իրականացվում է զանգվածային տարհանում։ Սողանքների հետևանքով 2 գյուղ է ավերվել, նաև Պակիստանի հյուսիսում 28 մարդ է զոհվել, շուրջ 2 տասնյակ գյուղացի էլ համարվում է անհետ կորած։ Պակիստանի իշխանությունը խոստովանել է, որ սեփական ուժերով պայքարել աղետի դեմ չի կարող։ Սողանքներից բացի Պակիստանում պայքարում են նաև վերջին 80 տարվա մեջ ամենաաղետալի ջրհեղեղների դեմ։ Զոհվել է 1600, տուժել առնվազն 14 միլիոն մարդ։ Արմինա Պապյան, Հայլուր։ Ալյուրի թանկացման պատճառները մեր երկրում պարզելու նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրում է ցորենի եւ ալյուրի շուկան։ Որոշումը հանձնաժողովը կայացրել է օգոստոսի 4-ին, արձագանքելով այդ ապրանքատեսակի թանկացմանը։ Շուկան ուսումնասիրելու համար օրենքը նախատեսում է 90-օրյա ժամկետ։ Հայաստանյան խանութներում արդեն մի քանի օր է հացի ու լավաշի գները բարձրացել են 20-ից 40 դրամի չափով։ Բարձրացել է նաև ալյուրի մեծածախ վաճառքի գինը։ Եվ մինչ տնտեսական մրցակցության հանձնաժողովը կհրապարակի մոնիտորինգի արդյունքները, այսօր այդ մասին կզրուցենք գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանի հետ, նա մեր տաղավարում է։
Բարի երեկո, պարոն Գալստյան։ Բարև ձեզ։ Պարոն Գալստյան, ըստ գյուղատնտեսության նախարարության դիտարկումների, ինչ է կատարվում այսօր մեր շուկայում։ Բնականաբար մեր շուկան իրեն գործելակերպով, գործունեության կարգավիճակով ազատ եւ անկախ չէ։ Շուկան ընդհանուր շուկա է եւ մեր հանրապետությունը զերծ չէ այսօր միջազգային շուկաներում տեղի ունեցող այս հայտնի իրադարձություններից, որով ինչպես Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ երկրների մի քանի երկրներում, այդ թվում նաեւ լատինամերիկյան երկրներում, եվրոպական մայրցամաքում ծորենի հետ կապված, հացատիկային մշակաբույսերի հետ կապված բերք այս տարի որոշակիորեն պակաս է նախորդ տարիներից եւ միջազգային շուկայում առաջացած գները որոշակի թելադրում են իրենց կամքը բոլոր երկրների, ինչու՞ չէ նաեւ մեր հանրապետությունում տիրող իրավիճակի վրա։ Ասածս հիմնավորելու համար պետք է բերեմ փաստարկներ։ Խնդրեմ։ Տարեկան մեր ազգային հաշվեկշռով օգտագործում է 650-ից 720 հազար տոննա ընդհանրապես հացահատիկ, որից միայն պարենային նպատակների համար 435-ից 450 հազար տոննա։ Այս ոլորտում մեր սեփական արտադրությունը ծորենի արծում պետք է ասեմ, որ վերջին տարիներին եւ հեկտարները եւ համախառն բերքը նվազել է, սակայն այդ բացը միշտ լրացվել է ներկրումների հաշվին, որոնց ծավալները վերջին 5 տարիներին կազմում է 380-ից 420 հազար տոննա։ Եթե այս տարի իսկապես մենք ակնկալում ենք, կանխատեսում ենք 168-ից 175 հազար տոննա համախառն ծորենի բերք, բնականաբար սա կթելադրի որոշակիորեն ներկրումների ծավալը կազմակերպել այն չափով, որպեսզի մենք կարողանանք տարեկան անհրաժեշտ 435-ից 450 հազար տոննա միայն պարենային կարիքների համար ապահովել մեր ազգաբնակչությանը։ Այս ուղղությամբ հանրապետության կառավարությունը ձեռնարկել է կոնկրետ միջոցառումներ եւ մեր ունեցած սեփական բերքի հաշվառումը, որից գրեթե կեսը հավաքվել է մեր բերքի, ինչպես հեկտարային մասով, այնպես էլ համախառն բերքով, մնացած բերքահավաքը շարունակվում է հանրապետության բոլոր մարզերում եւ մենք կունենանք կանխատեսում, ինչպես նշեցի, 168-ից 175 հազար տոննա, այս պայմաններում բնականաբար մինչ օրս ներկրված է շուրջ 190 հազար տոննա, սակայն այս վերջի հայտնի որոշումը Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից, որով ծանր վիճակ է արձանագրվել Ռուսաստանում կապված երաշտի, հեղեղումների եւ ինչու՞ չէ նաեւ հրդեհների, դա ոչ միայն անտարային ֆոնդերի վրա էր, այլ տարբեր ուղղություններով այս ուղղությամբ բնականաբար կայացած որոշումը որոշակի բարիերներ կստեղծի, դժվարություններ կստեղծի Ռուսաստանի Դաշնությունից ներկրում իրականացնող երկրների համար։ Շուկայում տիրող իրավիճակը բնականաբար պայմանավորված չէ միայն մեր երկրում, դա միջազգային շուկայի թելադրանքն է, բարձրացած գները որոշակիորեն ազդել են նաև մեր հանրապետության վրա եւ հացի հետ կապված ձեր կողմից նշված բարձրացումները ռեալ փաստ են։ Պարոն Գալստյան, իսկ տվյալ դեպքում արդյոք թանկացումների հետ կապված չկա այնպիսի աշխատելավոճ, երբ բիզնեսը փորձում է թանկացումներով ապահովել իր շահույթի մակարդակը։ Եթե հարցը տրվեր մի քանի տարիներ սրանից առաջ, դժվարանայի կոնկրետ ասել ոչ, բայց այսօր այս պահին ես պաշտոնապես հայտարարում եմ։ Իսկապես այդ ուղղությամբ չի կարող բիզնեսը իրեն ազդեցությունը գործել, որովհետև դա առաջին հերթին կապված է երկրի պարենային անվտանգության հետ։ Երկրորդը կառավարությունը իրեն բոլոր լծակներով վերահսկողական կառուցվածքային ստորաբաժանումների դերակատարությամբ կարողանում է գործընթացը կառավարել, վերահսկել։ Սա ուղղակի միջազգային շուկայում արձանագրված փաստ է, որի հետևանքները վայելում ենք նաև մենք եւ մեր հանրապետությունը զերծ չէր կարող ունենալ